Հերիքա մամուլի բանան ես։ Մամուլը ձեր մասին ինչա գրում։ Ինչա գրում ձեր մասին մամուլը։ Գրում է որ ուտար երկը գործակալ եք, 5-րդ տանիվ եք, ազդեցության գործակալ եք մամուլը։ Մամուլի գրածների նստեք տեղները ձեններդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Ասի վերնգի տեղը տասի ներվերս չուտեք։ Այսօր Հայաստանում զուգահեռ իրականություններ կան եւ դրանցից մեկը որևէ աղերս չունի իրականության հետ։ Կա ինչ-որ վիրտուալ իրականություն, որին առնչվում են այսպես կոչված ազգի ընտրյալները, որոնք հիմնականում զբաղված են ժամանակ ձգելով կամ շահելով, քանի որ ինչպես իրենք են պարբերաբար խոստովանում, իրենց հիմնական խնդիրը վարկերը փակելն է։ Կա նաեւ իրական հիմնարար խնդիր՝ անվտանգություն, պետության գոյատևում։ Ցավոք, հանրության ոչ մեծ մասն է ընկալում, որ դա բավականին լուրջ խնդիր է, ընդ որում խոսքը ոչ թե անտեսանելի հեռանկարի, այլ արագ զարգացում ունեցող խնդրի մասին է։ Միգուցե падգամավորները եւս դա լավ չեն հասկանում եւ զբաղված են ըստ էության բուրըն գործունեության իմիտացիայով։ Երբ խորհրդարանը քննարկում է անվտանգային խնդիրներն օրինակ հերթական քառորիայում եւ երբ Նիկոլ Փաշինյանին հարցեր են տրվում, դա ինչ որ լուրջ գործ չէ։ Եթե նույնիսկ այդ քննարկման բովանդակությունը կապված է անվտանգության, տարածաշրջանային խնդիրների, երկրի գոյաբանական հարցերի հետ, դա էլ հիմնականում հերթապահ հարց ու պատասխան է։ Падգամավորներն այս ընթացքում փորձում են այդ օրակարգով էլ զբաղվել, որ հետո արդարանան, թե ինչու են իրենք զբաղվում նստաշրջաններին մասնակցելով։ Այն, ինչ անում է այս իշխանությունը, բնորոշ է գլոբալիստական գաղափարախոսությանը։ Լիբերալ, նեոլիբերալ կամ վայրի լիբերալիզմի գաղափարախոսության հիմքում իրականում պետության ոչնչացումն է։ Պետք է լինի ընդհանուր դաշտ, որը չպետք է ունենա ոչ սահմաններ, ոչ ազգային պատկանելության զգացողությամբ ապրող մարդիկ, որոնք իրենց նույնականացնում են ինչ-որ էթնոսի կամ պատմության հետ։ Նույնիսկ կրոնի նույնականացման խնդիր պետք է լինի։ Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, իր քաղաքական ուժի գաղափարախոսությունը բնութագրեց որպես իզմերից զուրկ գաղափարախոսություն, ասում էր՝ մենք չունենք իզմեր։ Դա առաջին նշանն է, որ այդ քաղաքական ուժն իշխանության է եկել գլոբալիստական նպատակներով, դրանք լոկալ տարածքում իրականացնելու համար։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում 2018-ից հետո, հենց դրա վառապացույցն է։ Գիտեք, հասարակության դեգրադացիայի ամենամեծ աղբյուրը որն է։ Ցույց տուր նրան, որ չկա արժեք եւ ունեցի ոչ թե հասարակություն, այլ խառնամբող, բարձրապես ամբողջ չէ, խառնամբող, որտեղ խառնված են բոլոր արժեքները, բոլոր պատկերացումները, թացը չորի հետ գնում է, վառվում է, վերանում է եւ արևմտյան ժողովրդավարության մեջ հնարավոր է, որ պաշտոնյան կանգնացնի մեկին եւ թքի երեսին։ Եթե նույնիսկ այդ մեկը խորագույնը սխալ է։ Եթե ուզում ես կառավարել երկիրը, այդ տարածքում ապրող ժողովրդին դարձնել կամազուրկ, ստիպել, որ իրեն նույնականացնի որպես աշխարհի մարդու, աշխարհաքաղաքացու կամ կոսմոպոլիտի, պարզ է, որ պետք է առաջնահերթորեն պայքարես այն ինստիտուտների դեմ, որոնք ի վերջո մարդուն պահում են այդ հողի վրա։ Որ ինստիտուտներն են, որոնք մարդուն դիրքավորում են որպես այս կամ այն ազգի ներկայացուցիչ, որն ունի իր պատմությունը, նպատակները, նախ ընդհանուր ազգային նպատակը։ 2018-ից հետո հետևողականորեն պայքար գնաց մշակույթի, կրթության, եկեղեցու դեմ։ Եկեղեցին թերևս միակ ինստիտուտն է, որն այնուամենայնիվ կարողացավ դիմանալ այս պայքարին եւ նույնիսկ վերջին տարիներին պայքարի արդյունքում ավելի ամրապնդեց իր դիրքերը վարկանիշի եւ հանրային ընկալման առումով։ Որպեսզի ոչնչացվի նաև ուժային հնարավոր դիմադրության գործոնը, ականատեսը եղանք բանակի քանդման։ Այս ամենի ամենակարևոր գործիքներից մեկն այն է, որ փորձում ես փոխել հերոսներին։ Եթե մինչև հիմա հերոսն Արցախի պատերազմական կերպարներն էին կամ պատմական հերոսները, որոնք պայքարում էին Հայաստանի հայ ժողովրդի գոյատևման, անկախության համար, հիմա մեր գլխավոր հերոսը հարկատուն է հռչակված։ Մենք Հայաստանի Հանրապետության ներսում հիմա ստացել ենք մի իրավիճակ, երբ որ գործող իշխանությունը պնդում է, որ ուժերի հաշվեկշիռը հնարավոր չի վերականգնել։ Միակ ճանապարհը դա թուրք-ադրբեջանական տանդեմի պարտադրանքին ըստ էության ենթարկվելն է, համաձայնվել այդ պարտադրանքին ենթարկվել բոլոր այն հնարավոր խելամիտ եւ անխելամիտ պահանջները կատարելն է, որպեսզի մենք կարողանանք, չգիտեմ, ժամանակ շահենք կամ սիրաշահենք թուրք-ադրբեջանական տանդեմին, կարողանանք ինչ-որ իմաստով ցույց տալով մեր, այսպես ասած, անվտանգությունը իրենց համար, այսինքն վտանգի բացակայությունը մեր կողմից կարողանանք դրա միջոցով խաղաղություն աշխատել։ Մենք անկեղծ ասած չենք հավատում այդ տարբերակին, չենք կարծում, որ թուրք-ադրբեջանական տանդեմին կարելի է սիրաշահել կամ իրենց խաբել եւ այլն։ Երբ ասում է, թե մեր բոլորի հերոսը իբր հարկատուն է, նկատի ունի, որ նոր հայի, նոր մարդու իր պատկերացրած տեսակի խնդիրը սպառող լինելն է, սպառողական հասարակության կերտումը։ Այսինքն մոռացիր ամեն ինչի մասին եւ հարստացիր, մեր բոլորի խնդիրը հարստանալն է, իսկ ով է խանգարում այդ հարստանալուն։ Կան մի քանի մեղավորներ սկսած 2018 թվականից։ Արցախցիները, Արցախով անդերձ, նախկինները,
ռուսները, եկեղեցին, բայց ոչ մի դեպքում ինքը։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։